Ողջույն հարգելի հետևորդներ, բազմաթիվ հետևորդների խնդրանքով այսօր կխոսենք ճանապարհային նշանների մասին։ Երկու ճանապարհային նշան, որը շատ հիմնականում խառնում են մեր հետևորդներից, ինչպես նաև սկսնակ ուսանողները։ Երթևեկության մեջ հետևյալ ճանապարհային նշանները տեղեկացնում է, որ դուք բարձրանում եք դիկ, ձեզի այսինքն վերելքի ուղղությամբ եք երթևեկում, ձեզ պարտավոր են զիջել։ Իսկ այս մի տարբերակում տեղեկացնում, որ դուք դիկ եք իջնում, այսինքն դուք եք պարտավոր զիջել։ Ուրեմն ինչպես հիշել այս ճանապարհային երկու նշանները, շատ հեշտ է, եթե վերելքի ուղղությամբ հիշեք, արդեն պարզ է, որ վայրեջքի ուղղությամբ կհիշեք ու կհիշեք։ Ուրեմն ինչպես ֆիքսել այս երկու նշանները, որպեսզի երբեք չխառնվի։ Սրտի կողմից, ձախ կողմից, ինչպես եւ ասում եմ եթերների ժամանակ։ Սրտի կողմից վերելք դեպի, դա նշանակում է, որ դուք երթևեկում եք դիկ եք բարձրանում, վերելքի ուղղությամբ եք երթևեկում։ Իսկ հակառակը, դա նշանակում է, որ դուք վայրեջքի ուղղությամբ եք երթևեկում։ Ինչպես նաև որ ավելի հեշտ ֆիքսեք, նա sense արտահայտություն ունի, որը որ եթերի ժամանակ հնչեցրեցի, որ երբ որ ուզում եք հիշեք ինչպես ֆիքսել մի անգամից, լավ, երբ որ ինչ-որ մեկի սրտին ուզում ես հասնես, պետք է ինչ-որ բարձունքների հասնես, որ կարողանաս հասնել տվյալ մարդու սրտին, կապ չունի լինի տղա թե աղջիկ։ Դրա համար միշտ հիշեք սրտի կողմից դեպի բարձրունք, դա դուք դիկ եք բարձրանում։ Ինչպես նաև խոսամ երկու նշանի մասին եւս, որը որ շատ են խառնում, նույն պրինցիպով է դա, հետևել նշաններն են, պարտադրում է զիջել ճանապարհը նեղ հատվածում, տեղեկացնում է երթևեկության առավելության մասին նեղ հատվածում։ Հետևեք մեր էջին, մեր ինստագրամյան էջին, լայվերին հետևեք եւ կտեղեկացված լինեք։ Բոլորիս ցանկանում եմ ամփոփսենք երթևեկություն։